Ինչու եւ ինչպես է պետությունը բանկերի հետ միասին թալանում մեզ։ Ամեն երրորդ հայ ընտանիքը վարկ է վերցրել բանկից 14%-ով։ Պետությունը ստանում է միջազգային կազմակերպությունից 0.5-1%-ով գումարներ, փոխանցում է բանկերին 6.7%-ով, իսկ բանկերը 14%-ով վարկ են տալիս մեզ։ Եթե դուք ցանկանաք $100,000 բնակարան գնել եւ դիմում եք բանկին, ապա 20 տարվա մեջ բանկը, որը արդեն գրավ է վերցրել ձեզնից եւ ոչ մի ռիսկի չի դիմում, ստանալու է ձեզնից մայր գումարի դիմաց 150% ավել գումար։ Սա երկեթալան է։ Բանկերը ոչ մի տոկոս չեն իջնում եւ դա պարզ է, իրենք համաձայնվել են միմյանց եւ պետության հետ, որովհետեւ դա նրանց ձեռնտու է, մեր հաշվին։ Եվրոպայում այլ կերպ է։ Եթե վերցնենք ամենաաղքատ եվրոպական պետությունը Բուլղարիան, այնտեղ վարկերը տրվում են 27%-ով։ Այդպիսին է եվրոպական պայմանները եւ ամսական դուք վճարում եք ոչ թե մոտ $1,000 բանկին, ինչպես Հայաստանում, այլ 430 մոտավորապես։ Ահա ինչու Հայաստանի պետությունը բանկերը ձեռքի տված դիմադրում են եւ չեն ցանկանում, որ Հայաստանը անդամակցի Եվրամիությանը, որովհետեւ այնտեղ նման թալան թույլ չի տրվում։ Մտածեք այդ մասին։